Այդ կենտրոնական զբոսայգին մենք մեր եղբայրներով այ բոլորը գիտեն այս քաղաքի, հավանական է քո ծնողներն էլ գիտեն, ուրեմն այդ այգին պահել ենք մենք, այդ այգին որ չկդրատվի ծառերից ընդդուպ այդտեղ մենք պալատկա ենք դրել ու պահել ենք այդ այգին, իսկ քաղաքի բոլոր այգիները կդրատվեց ու վերացավ, ինչ մնում է հողը տրված է Թումո կենտրոնին, այ կարող եք դուք ասել Թումո կենտրոնը ով է, որ սեփականաշնորհել է քաղաքի թատրոնը, հանրապետության առաջի թատրոնի շենքը առանց գումարների, կարող եք դուք հետաքրքրվել մանկավարժական ինստիտուտը, ով է սեփականաշնորհել 22 թվականին, դուք կարող եք ասել ջրմուղի 44%-ը ինչի համար են էստեղի, դու հավանական է դուք եք եղել այդ ժամանակները, չգիտեմ ձեր տինն եղել, որ տվել եք ջրմուղին ու կառավարությանը, եւ այդպես շարունակական բաղնիստները, Դադախազության կողքի շենքը, KGB-ի շենքով բանով, այդ մեկ, այգին այդպես պահվել է մինչև այսօր, իսկ ինչ մնում է դատարանի շենքը եւ նմանատիպ շենքերը ուրեմն օտարվել է մարդկանց, որոնք սկսել են կառուցապատում անել, քաղաքում կան նմանատիպ շենքեր, որ հիմա փլվում են ու տեր ու տիրական չկա, երկրաշարժից հետո 37 տարի անց է, պետական ոչ մի ուրեմն լումա չի ներդրվել նմանատիպ շենքերի վերականգմանն ու կառուցմանը, այն ժամանակ ուրեմն այդ շենքը, որ այդտեղ կա, նկարները հաջորդ անգամ կամ եթե հիմա գա ցույց կտամ, թե ինչ վիճակի մեջ է եղել, ու հետո ես քաղաքապետ չեմ եղել, այդ շենքը գնել է, հասկանալի է, եւ մենք փրկել ենք այդ շենքի կյանքը։ Հիմա նմանատիպ շենքեր քաղաքում կա, տասնյակ, հարյուրավոր, եկեք Սլավոդկա ձորի մայրի թաղամասերը, կտեսնենք թե ինչքան այդպիսի շենքեր կա անդերուտուս, ու այսօր այդուց կփրվի։ Այգու համար ասեցի քեզ, որ դա մեզ չի պատկանում, ուղղակի 10 հեկտարը 6 հեկտար է, որից 5.5 հեկտարը պատկանում է Թումո կենտրոնին, իսկ Սայաթնովա այգին էլ եթե շատ ուզում ես իմանալ, Սայաթնովայի հետևի հողերը մենք դարձրել ենք այգի, դիմացի վարսակալությամբ վերցրած հողը, որ դատի եք տվել խայտարակ վիճակի մեջ եղած, որ մարդիկ կողքից չէին կարող անցնել, բանկերից գումարները տրվել է, հսկայական մի գեղեցիկ կառույց է սարքվել, սեփականությունն էլ դարձրել է ժողովրդի ուրեմն այգի, որ մարդիկ զբոսնեն։ Աղջիկ ջան, մի քիչ ավելի պատմությունը լավն է, ու խորացի տես, որ մենք ավելի քաղաքին ավելի շատ բան ենք արել, քան թե այդպես, որ դու չարական ձևով ինձ բան ես ասում, ներկայացնում ես, այս հարցը հարցերը կամ չունեմ։ Նախկինում եմ խոսել, հիմա եմ խոսելու եւ ես ուղիղ իմ լիազորություններ եմ իրականացնում եւ նաեւ խնդրում եմ ու պահանջում եմ, որպեսզի դուք լոյալ լինեք իմ խոսքի նկատմամբ, իսկ ինչ վերաբերում է բոլոր գույքերին, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ դատական հայցեր կան ու ես իհարկե հարգելով բոլոր մարդկանց անմեղության կանխավարկածով հույս եմ հայտնում, որ դատարանը համապատասխան որոշումներ կայացնի ու այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով համայնքային գույք են օտարել, իրենք կամովի կամ դատարանի որոշմամբ այդ գույքը հետ են վերադարձնելու համայնքին, որովհետև այլ ճանապարհ պարզապես չի։ Այո, մենք շատ լավ փոխոսքեր ընդունում ենք, դա քո լիազորությունն է, կարող ես ասել, բայց հարցը դրա հետ հեչ կապ չունի։ Ոչինչ, հարց չկա։ Ինչ կարող եք ասել, մենք կպատասխանենք, բա եկել ենք պատասխանելու։ Ես շատ ուրախ եմ, որ նմանատիպ հարց եք բարձրացնում եւ ես էլ այսպես բարձրաձայն ասեցի, թե ինչից ինչ է եղել, ով ինչ է վերցրել, ով ինչ է անելու, մի խոսքով թող հանրությունը լսի ու տեսնի ավելի լավ կլինի։ Շնորհակալություն։